այս ընտրությունները չեն եղել ազատ, չեն եղել հավասար։ Այսօր Սահմանադրական դատարանում, որտեղ քննվում էր ընդդիմադիրների դիմումները խորհրդարանական ընտրությունները վիճարկելու մասով, հնչեցին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների եզրափակիչ ելույթները։ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ փաստաբան Արամ Վարդևանյանն իր ելույթում նշեց, որ իրենք իրենց դիմումներում ներկայացրել են զանգվածային բնույթի ընտրախախտումներ, որոնք բաժանել էին մի քանի փուլերի՝ նախընտրական շրջանը, քվեարկության օրը և դրան հաջորդած ժամանակահատվածում լիազոր մարմնի ակնհայտ ոչ իրավաչափ գործողությունները։ Կարծում եմ տեղին է հիշատակել հենց Սահմանադրական դատարանի հիմնադիր նախագահ պարոն Հարությունյանի խոսքերից մեկը, որ Հայաստանի Հանրապետությունում կա սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն։ Վարդևանյանի խոսքով դատաքննության ընթացքում պարզեցին մի քանի կարևոր հանգամանք, օրինակ, որ գործով պատասխանողը մի շարք հարցերի վերաբերյալ պատասխան չունի։ Սահմանադրական դատարանում, սահմանադրական արդարադատության շրջանակներում մենք առաջին անգամ ականատեսը եղանք, որ սահմանադրական դատարանում պատասխանողը օգտվեց փաստացի լռելու իրավունքից։ Երբ բարձր դատարանի դատավորներից մեկի ուղիղ հարցադրմանը պատասխան ընդհանրապես չտրվեց։ Այս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածին համապատասխան, ընդգծում է Վարդևանյանը և շեշտում, որ դրանք չեն եղել ազատ և հավասար, մասնավորապես Ուժեղ Հայաստանը իր առաջնորդի գլխավորությամբ հնարավորություն չի ունեցել մասնակցելու ընտրություններին հավասար պայմաններում։ Ապրիլի 7-ին ընտրական օրենսգիրք է փոփոխվում, որ անձնանուն չօգտագործվի, որ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի առաջնորդի Սամվել Կարապետյանի անունը չօգտագործվի, քվեաթերթիկում հանկարծ չհիշատակվի։ Սամվել Կարապետյանը ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում լինում է տնային կալանքի պայմաններում։ Հռետորական հարց հնչեցնենք, իսկ եթե համանման պայմաններում լիներ մյուս ուժը, ում շահերին վերաբերում է այս վեճը, առավելապես ում շահերին վերաբերում է այս վեճը, արդյոք կլիներ ընտրության արդյունքները այնպիսին, ինչպես հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Թույլ տվեք ես ինքս պնդում կատարեմ, որ ոչ։ Վարդևանյանը նաև հիշատակեց ընտրություններից անմիջապես առաջ թոշակների բարձրացման հանգամանքը, որն իրապես կարող էր ազդել ընտրողների կամ արտահայտման վրա։ Հայաստանի Հանրապետությունում ծայրահեղ աղքատությունը, աղքատության ցուցանիշը այնպիսին է, ինչպիսին կա, հավատացեք 10,000 դրամը էական ազդեցություն թողում է ընտրության արդյունքների վրա։ Կարևոր է նաև 80,000 չաշխատող անձնագրերի խնդիրը, որի մասին Վարդևանյանը բարձրաձայնել էր, ինչպես նաև ոչ հրապարակային ցուցակներում շուրջ 17,000 հայրենակիցների քվեարկության խնդիրները։ Օրինակ 80,000 չաշխատող անձնագրերի վերաբերյալ մենք լսեցինք, որ սա Հայաստանում ընտրական գործընթացների տեսանկյունից պատմական նվազագույն ռեկորդային ցուցանիշն է, լավ իմաստով։ Իսկ կարող էր նույն այդ պատմական ռեկորդային ցուցանիշը հասներ 10,000-ի։ Կարող էր, թե ոչ։ Ինչն էր դրա համար պետք, այսինքն պետական կամքը թող լիներ։ Արամ Վարդևանյանը նաև նկատեց, որ այս ընտրությունները պետք է արձանագրել որպես Հայաստանում կուսակցապետության հիմնարար մշակույթի ձևավորման մի ճանապարհ։ 90%-ը անձանց պետական պաշտոնյաներ, նախընտրական ցուցակ, դրա շրջանակներում պետական վարչական բոլոր լծակների օգտագործում եւ այդ ամենը պետք է ներկայացվի իբրև հավասար ընտրությունների օրինակ, չի կարող այդպես լինել։ Վերջում Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը դիմեց Սահմանադրական դատարանին, ընդգծեց, որ իրենց դիմումի շրջանակներում ներկայացված ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային եւ բավարար են, որ Սահմանադրական դատարանը պատասխանողի ընդունած որոշումը ճանաչի անվավեր, իսկ բխող հետևանքները թող որոշի բարձր դատարանը։ Հայք Նյուզ լրատվական։